Կրուիզային այս նավում վիրուս է բռնկվել։ Հանգստի մեկնած ուղևորները հանտավիրուս կոչվող վտանգի տակ են, 3 հոգի արդեն մահացել է։ Արդյոք աշխարհին մի նոր կորոնավիրուս է մոտենում։ Ոչ։ Սա կովիդ չէ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է ասում ու հավելում, համավարակ դժվար թե սկսվի։ Վիրուսի օջախ դարձած այս նավը ծովային երթուղին սկսել է Արգենտինայից, հիվանդության առաջին ախտանշանները ապրիլի սկզբին են նկատվել։ Այս վիրուսը հազվագյուտ է, բայց մահաբեր, սրա դեմ պատվաստանյութ չկա աշխարհում, առայժմ։ Խիստ վտանգավոր այս վիրուսը հազվադեպ է մարդուց մարդ փոխանցվում, դրա համար առնվազն պետք է շատ մոտ ֆիզիկական շփում։ Վերջին տվյալով նավում գտնվող 147 մարդուց 8 հոգու մոտ է վիրուսը հայտնաբերվել, 5 հաստատված դեպք, 3 կասկածվող։ Հանտավիրուսը սովորաբար տարածվում է կրծողների միջոցով, մարդիկ կարող են վարակվել շնչելով օդ, որն աղտոտված է օրինակ առնետների մեզի, արտաթորանքի կամ թքի վիրուսային մասնիկներով։ Քանի որ կրուիզի ուղևորներն էկզոտիկ ու վայրի բնության մեջ են եղել, հնարավոր է մեկը վիրուսի հետ շփվել է ու նավ բերել։ Հիմա նավի ուղևորներն ու հնարավոր կոնտակտները հսկողության տակ են։ Այս նավի վրա ընդհանուր առմամբ 23 ազգության մարդ կա, անձնակազմը մեծամասամբ Ֆիլիպիններից է, ուղևորների մեծ մասը Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Նիդերլանդներից, Իսպանիայից։ Նավի վրա նաև 5 թուրք է եղել։ 29 ուղևորները, որ իջել են Ատլանտյան օվկիանոսի Սուրբ Հեղինե կղզում, հսկողության տակ են։ ԱՀԿ-ն կապի մեջ է առնվազն 12 երկրի պաշտոնյաների հետ, որոնք հսկում են նավից իջած ուղևորներին, հնարավոր կոնտակտներին։ Նավի վրա դեռ ուղևորներ կան ու բժիշկներ, այն ուղևորվում է Կանարյան կղզիներ։ Իսկ Հայաստանում հանտավիրուսի իրավիճակը վերահսկելի է, բնակչության համար վտանգ չկա, վիրուսի տարածման ռիսկը երկրում ցածր է։